Բարի երեկո ձեզ հայրենակիցներ եւ մեր բարեկամներ։ Ուրեմն քանի որ մեր դիտողները համընդգրկուն են, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, երկրորդը աշխարհագրությունը մեծ է եւ հայություններ ինքը գիտի իհարկե, ես չեմ զլանը նորից հիշեցնեմ, որ ունենք համաշխարհային ռեսուրս, դա մեծ խոսք չի, եւ համաշխարհային ռեսուրսը այդ կարելի է կազմակերպել քաղաքական կյանքին կամ քաղաքագետներին լավ հայտնի մի ուրեմն գործիքագազմի միջոցով, մոդելի միջոցով, որը ցանցային պետությունն է։ Եթե հիշում եք, մի քիչ խաղաղ ժամանակներում ես շատ եմ ռադիոյով, հեռուստատեսությամբ, նաև կայքեջերով շատ եմ խոսել ցանցային պետության մասին։ Մենք դա ըստ էության որոշ իմաստով ունենք, օրինակ Հայաստանի առաքելական եկեղեցին ինքը ցանցային պետության մոդելային մի բան է, տարածված է աշխարհով մեկ, գոյություն ունի հայության հոտ զանգվածների գրեթե ուրեմն ամենահեռավոր կետերում, ոչ միայն հոտ զանգված, այլ նաև օրինակ ինձ համար ամռանը չափազանց հաճելի էր, երբ Մոնրեալում, Մելբուրնում այցելեցինք մեր եկեղեցու քահանային, եկեղեցի խոսեցինք, հասկացանք եւ նաեւ իմացանք, որովհետեւ մեր քահանաները ըստ էության եթե լավ ծառայություն են մատուցում կամ վարդապետներ, հոգեվորականներ ընդհանրապես, ուրեմն լավ տեղեկացված էր համանքի կյանքից եւ նման բաներ։ Եթե մենք ուրեմն ուզում եմ ասեմ, որ մեր եկեղեցին, եթե ինքը ցանցային պետության մոդել է, դուք պատկերացրեք ինչքան արդյունավետությունը կբարձրանա, երբ որ այս խառնակ ժամանակները կանցնեն եւ մենք կունենանք նորոգվող եկեղեցի նոր կաթողիկոսով, այդ էլ կասկած չունենանք, որ նոր կաթողիկոս պիտի ունենանք, որևէ ժողովուրդ, որևէ պետություն չի կարող իրեն ուրեմն շռայլություն թույլ տալ եւ օտարահապատակ իշխանություն ունենալ սեփական եկեղեցու գլխին, դա բացառված է։ Վատն է, որ տվյալ պարագայում Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն աթոռը Գրիգոր Լուսավորիչի աթոռը գրաված անձինք, վեհարանը գրաված անձինք, ովքեր պաշտպանում են ուրեմն Գարեգին ուզուրպատորին, դա բռնազավթած է այդ իշխանություն, ուզուրպացիայի ենթարկել եւ այդ ուզուրպացիան կատարվել է արյան միջոցով, արյան հետքեր կան այդ բանի վրա, դրանք պետք է մաքրվեն եւ այս մարդիկ ըստ էության ռուսական քաղաքական հպատակությունից դուրս պետք է գան։ Երկու եղբայրով են, երբ որ կփոխվի կաթողիկոսը, այդ ժամանակ կսկսվի նաեւ մնացած process-ներ, դրանում կասկած չունենաք, եւ այս հակապետական, հակահայաստան, հակահայ խմբակը ի վերջո մեզ հանգիստ կթողի եւ մեր ժողովուրդը իր հոգեվոր կյանքը սպասարկությունը կստանա իր եկեղեցում, իր պատարակը կլսի իր ուրեմն ազնիվ հոգեվարականության կողմից եւ այսպես շարունակ։ Հիմա կոնկրետ ավելի ուրեմն ուզում եմ ասել, իմ ասելիքի իմաստը այն է, որ աշխարհի որ ծայրեր գնանք, կարծում եմ ինձ շատ լավ իմացողներ կան, որ մենք ունենք ահռելի նյութական, որպես ժողովուրդ, նյութական եւ հոգեվոր ժառանգություն։ Դարերի ընթացքում այնպես է ստացել, որ հայությունը, եթե Հայաստանից դուրս է եկել, ուրեմն օտար հողի վրա ստեղծել է դպրոցներ, ստեղծել է եկեղեցիներ, ստեղծել է մշակույթի կենտրոններ եւ դրանք դուք պատկերացրեք այս ապիկարների ուրեմն իշխանությունը թողելուց հետո նկատի ունեմ եկեղեցու մաքրումից հետո ինչպեսի հզոր ժողովուրդ կդառնանք եւ ընդհանրապես Ժորժ ջան, պիտի մի
հարցի վրա ուշադիր պիտի լինենք։ Մենք որ փոքր ժողովուրդ ենք, որ տարածքը քիչ է, եւ նման խոսակցություններ քիչ պիտի վարենք, իհարկե տարածքը շատ կրճատվեց, դժբախտաբար, եւ դա արվեց Մոսկվայի կամքով եւ իր հայ ստրուգների ձեռքով Ադրբեջանի հարվածների տակ կասկած չունենանք։ Ղարաբաղյան կլանը հիմնական պատասխանատու է Ղարաբաղի կորստի համար եւ ոչ միայն եւ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի համար նորից Ղարաբաղյան կլանն է եւ հայ օտարահպատակ օլիգարխիան, նրանք ովքեր չեն ուզում Հայաստանում լինել իսկական ձեռնարկատերեր, իսկական բիզնեսմեններ եւ այլն։ Ուրեմն դա մեր ուժը թուլացնում է։ Մենք գիտենք, որ մենք ունենք նաեւ լավերը, բայց վատերը խանգարում են մեզ եւ հիմնականում դրանք ռուսական գաղտնի ծառայությունների կամ քաղաքական իշխանության կամքը կատարող խրյակներ են, ուրեմն դա պիտի նկատի ունենալ։ Բայց ես կարծում եմ, որ ժամանակը հասուն է այդ փոփոխությունների համար եւ մենք կունենանք ի վերջո նոր հայրապետ, որին մենք կընդունենք սրտով, որտեղ կասկած չկա, որ նոր հայրապետը կլինի մեր ժողովրդի ուզածը։ Նա, ինչպես Վազգեն առաջին հայրապետն էր, կամ ինչպիսին եղել է Խրիմյան հայրիկը, ավելին ասեմ, ինչպիսին եղել է Խորեն Մուրադբեգյանը, որի անունը ժողովուրդը շատ քիչ գիտի, բայց որը մեր փառահեղ ուրեմն կաթողիկոսներից մեկն է, որի ժամանակին Վեհարանում այդ չեկիստները, որոնք հիմա հավաքվել են, պաշտպանում են Գարեգին Ուզուրպատորին, այդ չեկիստները Մոսկվայի հրամանով մի գիշեր խեղդեցին Վեհարանում, ուրեմն պղնձե լարով կախել են ինչ են արել, մի խոսքով Խորեն Մուրադբեգյան։ Ես ընդհանրապես կուզենայի, որ այս անունները մենք հետ բերեինք, ես կփորձեմ շատ անուններ հետ վերադարձնեմ, իսկ ովքեր որ չգիտեք, դուք իմանաք, խնգարկեք եւ իսկական հերոսները համեմատեք ապիկարների, դավաճանների եւ ռուսներին սպասարկած զանգվածի հետ, որտեղ մեր մոտ դավաճանությունը հիմնականում եղել է ռուսների համար կամ ռուսացած հայության ձեռքով, շատ բան չի եղել, դա շատ տարածված, շատ այնքան չի, որ հաջորդը շատ է դավաճան, հաջորդի հետ դավաճանության մի բարի զանգված, եթե մեջը եղել է, որ ամենայլանդակ ձևով դրսևորվեց 44 օրյա պատերազմի ընթացքում գեներալների, չգիտեմ, եպիսկոպոսների, դուք ամեն անգիր գիտեք, ինձ լավ գիտեք, սրանց ձեռքով եւ սրանք ռուսական գաղտնի ծառայության հետ կապվածներ են եղել։ Ուրիշ բան առանձնապես, ինչքան ես գիտեմ, մենք շատ էլ դավաճանության դեպքեր չենք ունեցել, այդպիսի դեպքեր բոլորն են ունեցել դավաճանության։ Նույնիսկ հիշեցեք, ուրեմն սովետական միությունը 30-ական թվականներ Ստալինյան չիստան, որ ասում են, Ստալինը տասնյակ հազարներով ռուսներ գնդակահարեց, հիմնականում ռուսներ, ուրիշ ազգներ որպես ազգային եւ պետական դավաճաններ։ Մի մասը իհարկե անիրավի էր, բայց մի մասն էլ իրականում դավաճանություն է եղել։ Այդպես չի որ չեն եղել։ Ուզում եմ ասել, այդ ազգն էլ այդ արատը ունի, շատերն ունեն։ Բայց մեզ համար խոսում են, ես առաջարկում եմ այստեղ արագ կերպով հարցերը լուծել եւ այդ խոսակցությունները դադարեցնել, որտեղ դա մեզ քայքայում է, մեզ հալումաշ անում եւ նման բաներ։ Հիմա առաջանցնեմ ինչու վերնագիրը մենք այսօրվա հաղորդման համար վերնագրեցինք այսպես Հայաստանը քաղաքական համակարգի ընտրության անհրաժեշտության կամ հրամայականի առաջ։ Հիմա տեսեք ինչ կա, մենք այսօր շատ բանից ենք դժգոհ ենք, իսկապես հիմք ունենք դժգոհել, որ 44 օրյա պատերազմում աղետալի պարտություն գրեցինք եւ սա մենք պետք է վերլուծենք, հասկանանք, ուրեմն նաեւ հիշենք, բայց նաեւ փորձենք հաղթարել դա, ինչու, որովհետեւ այն պետականությունը, որը ստեղծվել էր, եւ պետական այն ինստիտուտները, հիմնարկները, որոնք ստեղծվել էին 30-40 տարի առաջ, ուրեմն բանի պետք չեղան եւ ռուսները կոտոշներից էս հայրենադավ ուրեմն նախագահ կոչված, վարչապետ կոչված էս հայրենադավ հատվածի կոտոշներից բռնած, ուրեմն նյութական շարժման եւ վախեցնելու ազդեցության տակ, ուրեմն սրանց օգտագործեց մինչեւ վերջ
եւ թքեց վերեկը, գներեք բարի համար, դուք ձեր աչքի առաջ այդ բոլորը տեղ ունեցել։ Հիմա ասելիքիս իմաստը դերալն է, ամփոփ ասել, այսօր մենք ինչպիսի Հայաստան, որ կուզենանք ունենալ եւ ինչ հիմքեր կդնենք այսօր 30-40 տարի առաջ, գուցե եւ 20 տարի հետո առաջ է, ուրեմն մենք կունենանք լավ Հայաստան, ուժեղ Հայաստան, եթե լավ հիմքեր ենք դնում այսօր, կունենանք անպետք, մեզ չսազող, մեր ժողովրդի կյանքը հալումաշանոր պետականություն, եթե մենք կունենանք Ղարաբաղյան կլանը այդ հիմքերի մեջ տնելով, տեսեք ոնց են ակտիվացել, ոնց են լծվել ճամջի նման, ուրեմն են մեղրի կարասվազող աշխարհի տարբեր տեղերից հանձնարարություններով ինչպես են գալիս եւ մանավանդ հյուսիսից, որովհետեւ իշխանությունը պահեն ռուսական հպատակության տակ, դա էլ նկատի ունեցակ, դա նշանակում է հետամնացություն, չզարգացածություն, Ադրբեջան եւ այլն, Թուրքիայի հետ հարաբերություններում հայկական արյան ռուսական աճուրդ, դուք դա պիտի անպայման նկատի ունենաք, ռուսական այդպիսի կողմնորոշումը կամ ռուսների մարդ, ինչպես ասում են ընտրելը, նշանակում է դուք թույլ նորից շարունակեն հայ ժողովրդի արյան աճուրդ ռուսների կողմից թուրքերի հետ հարաբերություններում։ Ուրեմն սա կարծում եմ, որ բացատրելու բաներ չկա, բայց թե ասենք կարող է նկատելի է մեր հայրենակիցների մեջ դեռևս որոշ իմաստով մնացել են չլուսավորվածներ, շահագրգիռներ, նաև վարակված գաղտնի ծառայության դաստիարակություն ստացած վարակակիրներով, դա նկատի ունեցեք, դա կագեբեշնիկը ռուսական վարակակիր է, թարախաբալար է մեր երկրի կենթանի օրգանիզմի վրա։ Հիմա խոսքը հետևյալին է, որ մենք պիտի մտածենք եւ առաջիկա ուրեմն հունիսի 7-ին էր կարծեմ ընտրությունների ժամանակ պիտի ընտրենք այնպիսի, պիտի ստեղծենք հիմքեր այնպիսի պետականության, որը ուրեմն մեզ համար ապահովի արժանապատիվ եւ հզոր զարգացում։ Ինչ է պետք դրա համար։ Պարզ է, որ մենք պետք է գնանք ժողովրդավարական ընտրությունների, իհարկե հիմիկվանից սարսափը տարածում են, հատկապես ասում են, որ այդ Սամվել կոչվածը ամեն տեղեր ինքը ուրեմն բանտից ինչ-որ բանն է, Անտոնիո Գրանշին է, նամակներ է գրում, ուղղորդում հայ ժողովրդին, չէինք էլ իմանում, որ այդքան ինտելեկտուալ կարողություններ ունեն։ Իսկ իր ուրեմն գործիքակազմը Հայաստանով մեկ իրենց զուգահեռ մնացածներով հանդիպան ինչ են անում, իբրև թե գրասենյակներ են բացում, արաղ են բաժանելու, հարբեցնելու են, եւ այս սարսափը տարածված է, մեծ գումարներ են բաժանելու, խոսակցությունները շատ են, բայց ես իհարկե դա իրենք անելու են, ուրիշ ինչ պիտի անեն, որովհետեւ նորելուկ ինչ-որ խլյակ հայտնվում է քաղաքական իմաստով, բանում ես փողոցներում երբ որ չանցած ասում են քաղաքական ուժ, քաղաքական ուժը ոնց կարող է 2-3 օրում, 2-3 ամսում դառնալ քաղաքական ուժ, այսինքն նորից վերադառնում է հանրապետական Հայաստանի ուրվականը իր Ռոբերտ Սերժական խարդավանքներով, տոկոսներով եւ այսպես խարդախություններով ուրեմն այս նկարտումներով։ Հիմա բայց ես ասեմ հետևյալը, որ ինձ թվում է, որ մեր ժողովուրդը այնքան է հասունացել, այսքան տառապանքից հետո, որովհետև հիմնական տառապանքը այս տարիների, ինչպես ասում են, այն հասարակ ժողովուրդն է կրել, որը զինվոր է տվել, զինվոր է կորցրել, եւ այս Ղարաբաղյան կլանին մեկ-մեկ ցույց կտակ, թե քանի կոպեկ են ծախսել Արցախի պաշտպանության վրա եւ քանի հոգի է մասնակցել ինքնապաշտպանության մարտերին։ Խոսք իրենց հարսերի, փեսաների, երեխաների եւ այսպես իրենց մասին է, եւ դրանցից յուրաքանչյուրը ինչ դեր է խաղացել անձամբ Ղարաբաղ Ադրբեջանին հանձնելու գործընթացի մեջ։ Հիմա ասելիքը հետեւյալի մեջ է։ Ես կարծում եմ, որ մենք հեղափոխության ուրեմն դաժան, ոչ միայն պատերազմի, հեղափոխության դաժան եւ երջանիկ օրեր ենք ունեցել, հիշում եք ինչ խանդավառություն կար։
ուրեմն այդ օրերին ինչ երիտասարդական ավյուն էր թափվում, որտեղ այդ հեղափոխությունը հիմնականում երիտասարդություն էր, ուսանողություն էր, ես որտեղ ինքս այն ժամանակ ամբիոնի վարը չէի աշխատում, եւ ես գիտեմ, թե մեր ուսանողներն ինչ էին անում, դուք էլ գիտեք, բայց ես գործի բերումով գիտեմ, դա շատ ավելի կարևոր է, եւ հետո մենք անցանք կորոնայի դաժան այդ փորձության շրջանը եւ ինքնապաշտպանական մարտերի 44 օրյա դաժան փորձությունը։ Այսքանից հետո կարծում եմ, որ հայ ժողովրդին նորից ուրեմն այս պետության կայացման այս շրջանում նորից ուրեմն այս քյոխվեկի հայտնվելը փողը եւ այլն, այս բոլորը ուրեմն մեզ համար անպատվություն են, մեր ժողովրդի համար խայտառակություն։ Չեմ կասկածում, որ ազգային անվտանգության ուժերը բոլոր, ես լայն առումով եմ ասում, ոստիկանություն, անվտանգություն եւ այլն, եւ տարբեր ստորաբաժաններ դաժանորեն պետք է սրանց ակաշները կտրեն աղբանոց շպրտեն, ովքեր կփորձեն փողով ընտրություններ կազմակերպել եւ Ռուսաստանի համար Հայաստանը նորից վերադարձնել նույն ռելսերի վրա, ինչի վրա մենք ճախճախվեցինք հօգուտ Ադրբեջանի։ Սա եթե ուզում ենք դա, ուրեմն այդ փողը աշխատելու է, ուրեմն դա է լինելու։ Բայց մենք տեսել ենք, որ հեղափոխության օրերին մենք տեսանք, չէ՞, ժողովուրդը կներեք, թքած ուներ իրենց փողի վրա, իրենց դեմքի վրա, իրենց գործի վրա, եւ հիմա տեսեք, սրանք ուրեմն մի կողմից հələ դատարաններից դուրսեր չեն եկել, գիշեր-ցերեկ դատարաններում այնքան տղամարդություն չունեն, որ գողացածը գոնե ստորագրեն ուրեմն իրավապահ համակարգի, դատական համակարգի որոշումները կանեն։ Տեսնում եք քցիպի, ողորմելի ճիճուների նման ոնց են կռիվ տալիս, թե դուք ինքներդ տեսնում եք, ամեն մի լումայի համար, որոնցից ոչ մեկ իրենց չի, բոլորը գողացված է։ Եթե մենք լավ իշխանություն կարողանանք ձևավորել, խորհրդարանով այդ կդադարեցնենք այս խայտառակությունը, որ ուրեմն սրանց մորերի սիրազների թողած միլիարդավոր ժառանգությունը, որը իրականության մեջ Հայաստանի պետության կողոպուտ ու թալան է, որպես նախագահներ, վարչապետներ, որ չգիտեմ ինչ, ուրեմն այս հարցերը փակելու համար։ Ուրեմն սրա համար ինչ է պետք, պիտի նկատի ունենալ։ Մենք պետք է ունենանք լավ խորհրդարան, ինչու խորհրդարանի մասին է խոսքը, որտեղ մեր հանրապետությունը խորհրդարանական հանրապետություն է, դա պետք է նկատի ունենալ։ Խորհրդարանական հանրապետությունը տարբեր է նախագահական հանրապետությունից։ Երկրի քաղաքական, օրենսդիր, կամային բոլոր մշակութային կյանքի հիմնական հարցերի լուծումները խորհրդարանական հանրապետություններում կենտրոնանում է ազգային ժողովներում, խորհրդարաններում, պարլամենտներում, նախագահանի բարակայում բոլորովին այլ է։ Հիմա հարցը այսպես է, մենք ինչ ենք ընտրել։ Նու բարձ է հեղափոխությունը եղել է ժողովրդական հեղափոխություն, դա նշանակում է ընթացքը եղել է դեմոկրատական եւ մեր ընտրությունը եղել է դեմոկրատական հասարակարգի քաղաքական համակարգի կողմը, ժողովրդավարությունը որպես պետականություն։ Եթե սա ասում ենք, ես ես անընդհատ քաղաքագիտության ոլորտից որոշակի բարձրաբանումներ կանեմ, որպեսզի դուք նաև իմանաք քաղաքականության մեջ, որոնք են այն նորմատիվները, այն ճշմարիտ չափորոշիչները, որոնցով պետք է ուղղորդվել։ Ուրեմն պետությունները երեք տեսակի են լինում։ Ես հիբրիդային մասերի մասին չեմ ուզում խոսել, սա դասախոսություն չի, բայց հաշվեք, որ դասախոսության նման մի բան է։ Պետությունները լինում են ամբողջատիրական կամ տոտալիտար, այդպիսի պետություն հիմա կա, դա Հյուսիսային Կորեան է, բացարձակ ուրեմն իշխանություն է Կորեայի աշխատավորական, բանվորական գուսակցության, աշխատանքի գուսակցության կողմից։ Այնին տեսել եք Պուտինի հարազատ ընկերոջը, ըմը, եւ հայ ռևանշիստների երազի թագավորը, անի իշխանությունը բանը։ Ուրեմն հարավ Հյուսիսային Կորեան ամբողջատիրական վարչակարգ է, ամբողջատիրական վարչակարգը որպես կանոն
ունենում է մի իշխող կուսակցություն, ինչպես ԽՍՀՄ-ում կոմունիստական կուսակցություններ, մի լիդեր, որտեղ ընտրությունները միշտ ֆարսի են վերածված, այս երկրներում, նման երկրներում ընտրություններ լինում են, բայց նրանք որևէ նշանակություն չունեն, որտեղ ընտրություններում ներկայացվում են ցուցակներով ազգային ժողով, ասենք, պարլամենտների այն անդամների ցանկը, որոնց պիտի ընտրեն, եւ արդիկ գլուխները գանում ընտրում են։ Սովետական մեջուն այդպեսին է եղել, ամբողջատիրական, այսօրվա ամենաայլանդակ ռեժիմի օրինակն էլ ասում են, որ այսօր Ռուսաստանի իսկական դաշնակիցն է Հյուսիսային Կորեան է, դա ամբողջատիրական վարչակարգ է։ Ուրեմն առաջինը սա ամբողջատիրական, ուզում եք ես ձեզ մի բան ասեմ, եթե չեք նեղանա, որոշ մասերը կարող եք թուղթ ու գրիչ ունենալ ձեր մոտ, կամ կարող եք ձեր ուրեմն հեռախոսի վրա, iPhone-ի վրա փոքրիկ նշումներ անեք հիշելու համար դասակարգումները, որովհետև սրանից հետո ես նման բաներ եմ ասելու, որովհետև դուք ճշմարիտի եւ ճշգրիտ իմանաք որպես քաղաքական դիտություն, ոչ թե ֆոկուս գիշեր ցերեկ, ուրեմն սրա անձը, նրա անձը, սրա կնիկը, նրա հարցը եւ այլն։ Ուրեմն առաջինը տոտալիտար ռեժիմներն են կամ ամբողջատիրական, այդպիսի ռեժիմներ նացիստական, իմիջայլոցրատ մենք սխալ ենք ասում եւ ֆաշիստական ենք ասում, դա նացիստական Գերմանիան էր եւ բոլշևիկյան Ռուսաստանը։ Եվ տեսեք Ստալինին են շինելով, չէ, զահլեկը չի գնում, չեք զզվում դրա ռեկլամը տեսնելուց եւ հագուստները։ Ուրեմն այսպես, ուրեմն Հիտլերյան Գերմանիա, նացիստական Գերմանիա, Հիտլերի ժամանակ դա ամբողջատիրական էր, մի կուսակցության իշխանություն, մի ֆյուրերով կամ առաջնորդով, ֆյուրեր առաջնորդ է նշանակում, մյուսը սովետական Ռուսաստան կամ սովետական միություն, կոմունիստական կուսակցություն մի բանով, գիտեք թե, ոչ թե առաջնորդը, չէ, որը ասում են Ստալինի համար, ոչներ նորից նույն առաջնորդն է, մի կուսակցությունով, թե ինչեր են եղել մեր ժողովրդի գլխին, ինչ օիններ են բերել, սրանք Թիֆլիսի Կինտոն, Չարենցի խոսքով, այդ բոլորիդ հայտնի է։ Ասեցի այսօրվա դրա լավագույն օրինակը մոդելը Հյուսիսային Կորեան է եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ընը, դրանք որպես կանոն նաեւ ժառանգական իշխանությունների են վերածվում։ Այդ անի իշխանությունը, եթե դուք իմանաք, ուրեմն Հյուսիսային Կորեայի հիմնադիրը Կիմ Il Senն է, ուրեմն որից հետո ուրեմն Կիմ Il Senի տղան, հիմա Կիմ Il Senի թոռն է, անը նրա թոռն է, այսպես։ Ուրեմն սա դնենք կողքի, ընտրություն չի կարող լինել, չկա այստեղ, ֆարսի է վերածված, ցուցակները կան, ամեն ինչը կա, են տարբերակն է, որ ասում է տղա ջան, ասում է դու ամուսնացի ես ինչ կնրա հետ, դու խնդիր չունես, չես էլ չարճարվի, համ կինը ունես, ամեն հետ երեխեք կբերի, ամեն ինչ պատրաստ է, դու մենակ ամուսնաց։ Երկրորդ տարբերակը ավտորիտար ռեժիմներն են։ Ավտորիտար ռեժիմը, ուրեմն ռուսերեն լատիներեն բառը թարգմանեմ, ավտորիտետն է, հեղինակազոր իշխանությունն է, հեղինակության, անձի հեղինակության վրա կառուցող իշխանություններ են։ Այդպիսի իշխանությունն է տիպիկ այսօրվա Ռուսաստանը։ Այսօրվա Ռուսաստան, որի ղեկավարը ոչ թե նման մի բան է, ավտորիտետն է, ուրեմն որը նաև Հայաստանում բոլոր ուրեմն կներեք հակապետական սրիկաների ուրախության նյութն է, մեր մեջ դժբախտաբար ցավալի է դա, բայց այդ ռևանշիզմի հայրն է եւ Արցախյան հարցի լուծողը, որ այսպես Արցախը վերցրեց եւ սրանց ձեռքով կարողաց հանձնեց Ադրբեջանին։ Դուք հիշում եք նրա ելույթները, որ Ղարաբաղը եղել է, կա եւ մնալու է Ադրբեջան, այդպես էլ ասում է, հիշում եք, չէ՞ Պուտինի խոսքը։ Ուրեմն ռևանշիստների պապան, մաման, որը կուզեք, կթուկովը, չէ, բայց ինքը կթուկովը չի, որովհետև մեր ռևանշիստներն են, Պուտինի համար կթուկով, եւ նա կթում է, այդպես փոկեց այդ ամենը։
ավտորիտար ռեժիմի ինչ հատկություններ ունի, ամբողջը կառուցվում է մի անձի հեղինակության վրա, դե գողական բարքերի նման է, շատ նկատի ունեցեք, ավտորիտետ է եւ այդ ավտորիտետի շուրջը համախմբվում է նրանք, ովքեր պիտի երկերը կառավարեն, որոշակի վերնախավ է առաջանում, էլիտա են ասում, բայց դա իրական էլիտա չի, որոնց միջոցով ինքը կառավարում է, բայց որը ունի նաև բիզնեսմեններ, այդպես ասենք, կողոպտիչներ, օլիգարխներ եւ այլն, եւ դուք գիտեք, որ ուրեմն Բուչինը իր միջավայրում ունի նաև հայ օլիգարխներ, մեկին ուղարկեց Ստեփանակերտ, հետո հանձնեց ուրեմն Բաքու, մեկին են ուղարկել է, որ Հայաստանում մեր կյանքը հարամի ուրեմն, եւ սրանք չեն կարող իրենց տիրոջ կյանքը չանեն, նկատի ունեցեք։ Նույնն են ադրբեջանցիները, բայց ադրբեջանցիները դուք տեսաք ինչպես դիմադրեցին այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիների դեմ Ռուսաստանում գործողություններ եղան, եւ մենք չտեսանք որևէ ադրբեջանցի օլիգարխ, որը ուրեմն փորձեր Ադրբեջանը վարկապեկել, բայց մենք Հայաստանում, Ռուսաստանի չենք տեսել որևէ օլիգարխ, որը պաշտպանի հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերը։ Այս ոչնչությունները այ հավաքվեն ուրեմն իբրև թե Ռուսաստանում հնարավոր է ցույց անել, այս ոչնչությունները, ոչխարները հավաքում են Հայաստանի դեսպանատուն, ուրեմն բողոքի ակցիա են կազմակերպում, ուրեմն Հայաստանի Հանրապետության վարչապետի դեմ։ Ես ձեզ հարց եմ տալիս, դուք հավատում եք, որ Մոսկվայում հիմա հնարավոր է ցույց անել, այն էլ ազատ ցույց, եթե Մոսկվան չի հրամայել իր ստրուկտուրներին, ոչնչություններին։ Ուրեմն սա կամայական իշխանություն է, ավտորիտետը գիտեք, դե բանն էլ հիմա փողոցումներ է լինում, մենք այդ ավտորիտետների իշխանությունը Սերժի ժամանակ տեսել ենք, հիշում եք, չէ՞ ազգային ժողով, որի անունը պպզողների գիտեք, խորհրդարան էր կոչում, որովհետև այդ գողական մասսային հավաքեց այս Սերժ արեց, լցրեց խորհրդարան, որոնցից ուրեմն զավեշտից բացի ոչինչ չի մնացել որպես ուժ, ինքն էլ խփում էր, հիշում եք, խփում էր, քանի տոկոս խփի, սա ավտորիտար ռեժիմ է, սա իհարկե տոտալիտար չի, որովհետև այս ռեժիմի մեջ տոտալիտար դառնալու համար նաև խելք է պետք, շնորհք է պետք, ոչ միայն գողական բարքերով պետություն ստեղծել։ Ուրեմն սա էլ մի ռեժիմ է, որ լինում է, նկատի ունեցեք, հիմա պատահում է այդպես, բայց այն գերադասելի իշխանություն չի, ժողովրդի համար գերադասելի չի, իրենց համար իհարկե ավտորիտետների համար այդ ավտորիտար ռեժիմը գերադասելի է։ Կա երրորդ տեսակը պետականության կամ ռեժիմի, վարչակարգի կամ քաղաքական համակարգի, որը դեմոկրատական է, որ ժողովրդավարական է, որ մենք ձեզ հետ միասին ոչ միայն այդ հեղափոխությունն արել ենք հայկական, այլ նաև ամենադաժան պայմաններում դեմոկրատական կարգը պահել ենք, ուրեմն առաջին ընտրությունները պարզ են, եւ դուք տեսել եք, չէ՞, այս ոչնչությունները ոնց էին սսկվել, մի տարի ձենները դուրս չէր գալիս, որտեղ գիտեին, թե պատժվելու են, բայց այդ անբաժանելիություն առաջացրեց ուրիշ բան, եւ աստիճանաբար այն գործերի նման, եւ գործը գարնանը տաքանում է, սկսում են շարժվել, սկսեցին շարժվել, հիմա էլ որոշել են իշխանությունը վերադարձնել իրենց, օգտվելով դեմոկրատիայի, այսպես ասած, բարյացակամությունից, որտեղ դեմոկրատական պետությունները կայանում են որպես իշխանություն, բացառապես ընտրությունների միջոցով։ Հիմա, իսկ Սերժի ժամանակ, Ռոբերտի, դուք հիշում եք, չէ, որ ընտրությունները ոչ մի արժեք չունեին, եւ դպրոցները, որոնք կրթական, ուրեմն հիմնական մշակութային թատրոններ եւ այլն, հիշեք, ուրեմն մշակույթի տներ, որոնք եթե չէին կողոպտվել այս բանը կողոպտիչների, գանձագողերի կողմից, ասենք արտգործնախարարներ, բաներ, ես իշքան հիշում եմ, այն Վարդան Օսկանյանը սեփականաշնորհել էր, ուրեմն մսուր մանկապարտեզ էլ չես, այս մսուրի թշնամիները,
այդ որ նույնն է հա ժողովրդի գենոֆոնդի թշնամիները, ուրեմն հիշեք ինչ ընտրություններ էին կազմակերպում, ինչպիսի մակարդակով եւ այլն, եւ հետո տոկոսը խփում էին, ինչքան ուզում էին։ Այս ավտորիտար ռեժիմն է։ Հիմա սրանք անցել է եւ մենք ընտրություններ արել ենք, առաջինը պարզ է, նաեւ մենք ընտրություններ ենք արել որպես ժողովուրդ ամենադաժան օրերին։ Հիշում եք, ուրեմն մենք ընտրություններ ունեցել ենք նաև պատերազմից պարտվելուց հետո եւ ի պատիվ մեր ժողովրդի հիմնական զանգվածի ընտրությունները նորից դեմոկրատական կարգի օգտին են եղել եւ դա հրաշալի է, բայց սա քիչ է։ Ուրեմն մենք ձեզ հետ միասին ընտրում ենք ժողովրդավարությունը, ընտրել ենք եւ հիմա պետք է մենք ունենանք ժողովրդավարական լավագույն պետություն։ Այդ ժողովրդավարական լավագույն պետության մոդելը մենք ընտրել ենք եւ ձեզ հետ միասին խորհրդարանական դա հանրապետությունն է, տեսեք, ով էլ պիտի ազնիվ լինենք։ Իհարկե գողապետության ավազակախմբերի համար առանձնապես լավ չի, որովհետեւ այդ ընտրությունների ժողովը երկու անգամ ժողովուրդը թքել է վրաները եւ ձայն չի տվել, շատ քիչ է թողել։ Գներեք այդ բառերի համար, որովհետեւ իրենց արածը պետության դեմ պայքարելու այդ գիրքը, որ կա ռևանշիստների կողմից, իրենց հասցնում է այդպիսի վերաբերմունք։ Հիմա առաջիկայում այդ ընտրությունների ժամանակ մենք պետք է նորից ընտրենք մեր ընտրությունը, ձեր ընտրությունը պիտի լինի ժողովրդավարությունը, դեմոկրատիան, եւ մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Իմիջայլոց ես ձեզ ասեմ, որ մեր ժողովրդի դեմոկրատական հակումները հնուց են հայտնի։ Ես ասեմ նաև, ճիշտ է, այսօր մենք եկեղեցու հետ հարցեր ունենք, եկեղեցու հետ հարց չունենք, խոսքը հարցը ռուսական ենթակայության ուզուրպատորի խմբի մասին է եւ նրանց պաշտպանողների մասին է։ Դրսում է ռևանշիստներն են, չէ՞ պաշտպանում։ Ինչքան չեկիստ կա, ինչքան օլիգարխ, որ թերմաց կա, բոլորը ուրեմն հայոց հայրապետ են պաշտպանում, որտեղ այդպես է ուզում Մոսկվան, որտեղ գողապետության շրջանում հայտնի է թե ովքեր ում հետ են եղել եւ նման բաներ։ Հիմա առաջ անցնենք։ Բայց բոլոր դեպքերում ժողովուրդը կանգնել է մի տեսակետի վրա եւ այդ ժողովուրդը նորից ընտրել է ժողովրդավարությունը։ Հիմա ուրեմն տեսեք ինչ կա։ Այդ ժողովրդավարություն ասածը Ժորժ ջան, մի տեսակի չի լինում։ Տասնյակ տարատեսակներ կան, որը մենք կընտրենք, դրանով էլ առաջ կշարժվենք, որը չենք ընտրի, դրանով էլ առաջ չենք շարժվի։ Այսինքն, եւ եթե դուք զարգացած երկրները նկատի ունենաք, ասենք Ֆրանսիա, որ մեր ժողովրդի համար շատ հայտնի երկիր է, մենք ունենք չէ լավագույն հայրենակիցների լավագույն համայնք, ունենք Ֆրանսիայի այնպիսի մտավորականություն, քաղաքական գործիչներ, որոնք մեր ազգի հպարտությունն են եղել ու մնում են, ասենք Շարլ Ազնավուր, Ռոզի Արմեն, այնտեղ Պատրիկ Տևեջյան եւ այլն, դա հայլում մի համաստեղություն է, դա Ֆրանսիա հայությունն է։ Մենք ասենք հիմա Գերմանիա, դուք տեսաք վերջին շրջանում վարչապետի հետ ինչպիսի լավագույն բանակցություններ եղան եւ պատմության մեջ առաջին անգամ Գերմանիան ինչպիսի բարյացակամությամբ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձրացրեց Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության կարգավիճակի եւ բարիքները կտեսնեք ներդրումներ գիտություն, կրթություն, փիլիսոփայություն, կարգապահություն, սա Գերմանիան է, մեքենաշինությունը, այսինքն եթե մենք շնորհք ունենք, այս բաները կանենք, թե չէ իրենք մեր համար առանձին ոչինչ չեն անելու։ Եթե պիտի մեր մտքից անենք, որ օտարն է անելու, օտարը օգնել կարող է լինել, օգնություն տրամադրող, ֆինանսական, տեխնոլոգիական եւ այլն, բայց մնացած գործը մենք պետք է անենք, բայց մենք լավագույն ավանդույթներ ունենք։ Դուք հիշեք մի բան, որ մենք աշխարհում հնագույն լավագույն պետություններ ստեղծած ժողովուրդ ենք եւ երբեք չմոռանաք, որ առաջինն ենք եղել, որ քրիստոնեությունը պետական կրոնն է ճանաչել։ Դա աշխարհում եզակի դեպք է եւ դա մեր մեծերի, Տրտատ մեծի եւ Գրիգոր Լուսավորչի փառահեղ անցյալի գովքն է։ Ոչ միայն գովքն է, արժևորում է։ Ես հիշեցնեմ մի բան, որ
Մենք նաև դուք գիտեք, որ այսինքն դա բան չի, աշխարհը գիտի, որ հայությունը ինքը մշակութային ժողովուրդ է եւ հայություն ունեցել է մշակութային զարթոնքի ոսկե դարը, իսկ ոսկե դարը, որ հետո սկսվեց ուրեմն քրիստոնեության պետական կրոն հռչակելուց հետո ձեռք է բերվել հենց քրիստոնեության պետական կրոն կարգավիճակ տալուց եւ առնից հետո ուրեմն այսպես եւ այսպես հիմա գալիս ենք սրանից հետո մենք ձեզ հետ միասին կկենտրոնանանք ժողովրդավարության հատկությունների, առանձնահատկությունների, տարատեսակների, կուսակցական համակարգի, որովհետև ժողովրդավարական պետությունները մանավանդ եվրոպական կտրվածքով, եւ դա այս երբ օրը մենք տեսանք, թե Եվրոպա դեպի ինչպիսի շարժ կա Հայաստանի իշխանության կողմից եւ ինչպիսի շարժ կա Եվրոպայից դեպի Հայաստան մերձեցում, Գերմանիան բացառիկ երևույթ է, նկատի ունեցեք, սրանք տիպիկ ժողովրդավարական պետություններ են, որոնք հիմնականում խորհրդարանական են, հիշեք, Ամերիկան նախագահական է, բայց եվրոպական քաղաքական համակարգը պատմականորեն ստացվել է ինքը խորհրդարանական հանրապետություններ են։ Հիշեցնեմ նաև, որ առաջին հանրապետությունը եւս մեր եղել է խորհրդարանական հանրապետություն բազմակուսակցական համակարգով են տարիներին։ Իմիջայլոց ասեմ, հիշեք, առաջին հանրապետության շրջանում մեր պարլամենտում 3 թե 4 կանայք են եղել, մեկը Արամ Մանուկյանի կինն էր եւ այսպես ակտիվ հայուհիներ են եղել, նկատի ունեցեք։ Դե այն ժամանակ է, երբ Միացյալ Նահանգներում դեռևս կանայք ընտրելու իրավունք չունեին, խոսքը 18-20 թվականի հանրապետության մասին է։ Հիմա այս հանրապետությունը եւս տիպիկ խորհրդարանական հանրապետություն է, եւ այդ հանրապետությունները եվրոպական կտրվածքով հատկապես ոչ թե երկկուսակցական են, այլ բազմակուսակցական են, որ ուզում եք ձեզ համար շատ սիրելի Ֆրանսիան վերցրեք, բազմակուսակցական, Գերմանիան վերցրեք, որ ինձ համար գիտեք ինչ կա, քանի տարի է, ես անընդհատ գերմանական համակարգն ու գերմանական իրականությունն եմ ներկայացնում քաղաքական առումով, բազմակուսակցական Ավստրիան է, որը ուզում եք, այն Ֆինլանդիան վերցրեք, Շվեդիան վերցրեք, Անգլիան վերցրեք, Անգլիան մի քիչ սպეციფիկա ունի, բայց խորհրդարանական կլասիկ երկիր է։ Եվ այսպես Իսպանիա եւ այլն, Իտալիան վերցրեք, որը տիպիկ խորհրդարանական հանրապետություն է բազմակուսակցական քաղաքական համակարգով։ Ինչ եմ ուզում ասել։ Ահա այս ճանապարհով է, որ մենք գնում ենք եւ այդ ոչ մի զարմանալու բան չկա, որտեղ մեր ժողովրդի արյան մեջ եղել է ժողովրդավարությունը։ Ուզում եմ մի բան ասեմ, եկեղեցու այսօրվա հարցերի քննարկման առնչությամբ այս Գարեգին ուզուրպատորը, որ երևի թե ռուսական պետության չինովնիկ է, պաշտոնյա է նաև, ուրեմն ձեզ չշփոթեցնի, մեզ իրավունք չի տալիս մեր եկեղեցու խաղացած դերը մեր ժողովրդի պատմության մեջ, մշակույթի պաշտպանության, քաղաքական կյանքի մեջ խաղացած դերը անտեսելու։ Իսկ այդ առումով ուզում եմ ասել, որ մենք իրականում եղել ենք դեմոկրատական կամ ժողովրդավարական հագումներով ժողովուրդ եւ մեր եկեղեցին ի տարբերություն իսպանականի եւ շատ այլ եկեղեցիների նկատի ունեցեք, ինկվիզիցիա չի ունեցել։ Մեր եկեղեցին կրկնեմ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցին ինկվիզիցիա չի ունեցել, այսօր է, որ այդ հակապետական խմբակը ինկվիզատորի գործ է անում, տառապանքի մատնելով սեփական ժողովրդին հանուն ռուսական իշխանության եւ անձնական իշխանության պահպանության, որը լուծվելու է, լուծված է, սկզբունքորեն հարցը լուծված է, լուծվելու է։ Ես երևի սահմանափակվեմ այս կանով, Ժորժ ջան, մի պայմանավորվածությամբ, այ հաջորդ ժամի ես բացատրեմ, թե արդեն ոչ ավտորիտար, տոտալիտար այս մասերի մասին չխոսեմ, կարծում եմ դրանցից դուք կշտացել եք, գոգորտները մինչև, եթե չեք կշտացել, կնայեք այդ առաջին, երկրորդ, չորրորդ, վեցերորդ նախագահների դատավարությունները լրիվ կկշտանաք, բաներ չեք ունենա, դրանց տեսնելու տղամարդությունը սուտ խոսել եւ
կոպեկի մեռածությունը, ոնց են կարճած պաշտպանում լուման անգամ, որը կողոպտել են այս երկրից եւ այլն։ Հիմա այս մասերը երևի քիչ կխոսենք, բայց մենք կոնստրուկտիվ է, որ մենք իմանանք ինչպիսի պետություն ենք ուզեն, որպեսզի չսխալվենք այս պարագայում եւ ստեղծենք այնպիսի մի մեքենա, պետությունը ինքը մեքենա է, որը կսպասարկի մեր ժողովրդին։ Այսպես ասեմ, դա էլ ընտրության հնարավորություն է։ Կարող եք ընտրել սովետական, ռուսական Մոսկվիչ այսօր, կարող եք, չէ, արտադրում են, ընդ որում արտադրել են 4 հատ 5 հատ գնով չունեն, կարող եք Mercedes, Hyundai, չգիտեմ, չեմ ուզում բան անեմ, ես Mercedes իհարկե որպես նմուշային եմ ասում, հիմա ընտրությունը մերն է, կունենանք Մոսկվիչ, հետո ռեմոնտ կանենք, այդ նորից փրփրտոցով նեմոնտ, ինչ որ արել ենք, թե մենք կունենանք մի մեքենա, որը կլինի այնպիսին, ինչպիսին եվրոպական պետությունների մոդելներն են, որոնցով այդ ժողովուրդներն ապրում են։ Ես կարծում եմ, որ հիմա կարծիքս եմ ասում, որպեսզի որից հետո կշարունակեմ, այն մյուս հաջորդ շաբաթվա համար է խոսքը։ Մեզ ճիշտ կլինի, որ մենք ընտրենք քաղաքական համակարգի առումով, մոդելի իմաստով, ուրեմն գերմանական տարբերակը, մենք կարող ենք ընտրել ավստրիական, որտեղ դրանք մոդելներ են, իրենք էլ են ընտրել, ուրեմն դա նկատի չունենա, կարող ենք անգլիական, չգիտեմ, որը կուզեք, բայց ինձ թվում է մեր ժողովրդի համար ամենաձեռնտուն որպես պետություն, մեզ համար աշխարհագրական այսպիսի դեպքում հիմնականում գերմանական մոդելի ընտրությունն է ժողովրդավարության, եթե ուրեմն տեսեք ինչպիսի զարգացում ունեն, ինչպիսի սոցիալական վիճակ ունեն, որ այնքան գրավիչ էր, որ հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանի աղետի տարիներին շատ ուրեմն հայորդիներ գնում էին չագերտավոր գերի էին հանձնվում գերմանական ճամբարներում, հիշում եք, չէ, ուրեմն, որովհետև գերմանական այդ փախստականների ճամբարներում կյանքը ավելի լավ էր, ավելի բարեկեցիկ եւ մարդկային, քան Հայաստանում ստեղծած այս ռոբերտասերժական դժոխքի պայմաններն էին, որ երեք եղել, դա հələ մոռացված չի, ես մինքեր ունեմ մի անգամ հումորով գնաց, ասես Գերմանիա եմ գնում, ասի ոնց ես գնում, չգիտեմ ինչ ասեց Իտալիայով, գնում եմ, պայմանավորվել եմ, այնտեղ գերի կհանձնվեմ, ուրեմն այդ ճամբար, եւ կամավոր հանձնվում են, այնտեղից է ձեզ օգնում են, ես բարեկամ չեմ ունեցել, ով որ բարեկամ ուներ, այդ ճամբարներից տրված օգնությունով, ուրեմն ինչ եմ ուզում ասել, այդպիսի պետություններ են ստեղծել, բարեկեցիկ, բարգավաճ, բայց նկատի ունեցեք դրանք գիշեր-ցերեկ աշխատող ժողովուրդներ են, կարգապահ ժողովուրդներ են, այս կարծում եմ մեզ համար ամենագս քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության համար քննելի չի, որ մենք պետք է ստեղծենք մեր երկրում, տերմին եմ ասելու, կանցլերական դեմոկրատիա, թե դա ինչ է, հաջորդ ժամին ձեզ կբացատրեմ, թե ինչ է, կրկնեմ, հա, մենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ձեզ առաջարկում է գերմանական մոդելի կանցլերական դեմոկրատիա, այնպես որ ողջ եղեք, ամեն ինչ դեպի լավն է գնում, ձեր աչքի առաջ է գնում, եւ այսպես մի բան էլ ասեմ, որ տեղեկացնեմ, մի քանի օր առաջ էր ինձ իմ ընկերը եւ ձեզ համար չափազանց սիրելի երկիչներից Էդուարդ Դարբենյանը Սիդնեյից զանգել էր, առաջիկայում նա Հայաստանում կլինի, ուրեմն եւ շշմած ճագերտավոր ասում էր, լսեք, ասում էր, լսի, ես Հայաստանն էս ինչ արեց, էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլ Գերմանիա, էլ ուրեմն շարժեր եվրոպական, եւ այսպես մի խոսքով, ինչը որ դուք տեսնում եք, այո, մենք շրջադարձ ենք անում, մեր շրջադարձը դեպի ժողովրդավարությունն է, մենք դա ընտրել ենք, խոսքը ամրապնդելու, անշրջելի դարձնելու մասին է, իսկ անշրջելության համար մենք ձեզ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն առաջարկում է Հայաստանում հաստատել բազմաթիվ մոդելների մեջ ամենաարդյունավետը մեր աշխարհագրության մշակույթին, պատմությանը ավելի հարազատ մոդելին, կանցլերական ժողովրդավարությանը, կանցլերական դեմոկրատիան, վարչապետությանն այսինքն։ Հասկան, ստեսուն ձեզ հայրենակիցներ,
լավ մնացեք եւ լավատեսությամբ փոխեք ձեր օրերը, ասեմ ինչու։ Այս ռևանշիզմը սատկելու է ժողովրդավարության զարգացման եւ լավատեսության տարածման քրիստոնեական ընկալման մեջ։ Ստեսուն ձեզ։